Ողջույն բոլորին, այս տեսանյութում կնայենք ապրիլի 27-ից մինչև մայիսի 3 ընկած ժամանակահատվածի կանխատեսումը բոլոր ամսվա ծնված նշանների համար։ Այս օրերից արդեն սկսվում է Ուրանը փոխել իր նշանը, հուսով եմ մենք այդքան շատ ցավոտ չենք զգա, ամենայն դեպս ինքը ցուլում լավ չէր զգում, եկօրյակում արդեն իր համար շատ ավելի լավ է, ինքը ավելի թեթև է այնտեղ, իսկ ցուլում ինքը իրեն ճնշված էր զգում, որտեղ իր տեղը չէր, դրա համար այդպես էր։ Իսկ հիմա արդեն ամեն ինչը կարգավորվի, հուսով եմ եւս այն պահերը, որոնք որ կապված էին երկրաշարժերի հետ, սողանքների, կրակների եւ այլն էլեկտրաէներգիայի հետ, ապա այդ ամենը կվերանա ի վերջո։ Ինքը լինելու է այնտեղ մոտավորապես 7 տարի, մինչև կարծես թե 2033 թվականը, այդ մասին ես առանձին կխոսամ աստղաբանության ալիքում, միևնույնն է 1 օր առաջ, 1 օր հետո ինքը 8 տարի, 7 տարի լինելու է ձեզ մոտ այդ նշանում եւ ձեր այս կամ այն տանը, եւ դուք հետո կարող եք արդեն ես ձեզ կասեմ ինչպես նայեք, եւ կարող եք նայել միգուցե երկու տան մեջ է փոխում, օրինակ ինքը իմ մոտ չի փոխվում, ինքը մնում է նույն տեղը, այնպես որ ինքը փոխում է նշանը, բայց փոխում է ինձ մոտ ինքը նույն տեղը։ Մնում է նույն տեղը, չի փոխվում։ Դրա համար հնարավոր է որ շատերիդ մոտ է այդպես նայել։ Եվ տեսնենք մեզ ինչ է սպասվում այս շաբաթվա ընթացքում, իհարկե կնայենք այնպես ինչպես որ մշտապես նայում ենք, տեսնենք ինչ է մեզ բոլորի սպասվելու։ Գնայենք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին ապրիլի 27-ից մայիսի 3-ը։ Ընդհանուր ֆոնը որեցե կին է, ում հետ այս շաբաթ ավելի շատ կառնչվեք, յուրաքանչյուր ոլորտում դա կարող է լինել, կարող է ձեր մայրն է, ում խնամք է պետք, տնօրենը եւ այլն, յուրաքանչյուր մեկը կարող է ամբողջ շաբաթվա ընթացքում հարկ լինի այդ կնոջ հետ անցկացնել։ Տեսնենք անձնական կյանքը։ Անձնական հարաբերություններում ինչ-որ մի բան է գնալու ձեզ մոտից նորին տեղ բացելու համար, միգուցե հարաբերությունների ինչ-որ վերաբերմունքը մեկը մյուսի նկատմամբ, միգուցե նաև ինչ-որ մեկը հստակ կարող է գնում է ձեր կյանքից, նորին տեղ բացելու համար, միգուցե դուք եք այդպես որոշել։ Նշեմ, որ սա անսպասելի չի, սա պետք է մարդը արդեն հասկանար, որ այդպես է լինելու, որովհետև ընթացքն է այդպես ցույց տալիս ընդհանրապես։ Մարդուն հասա կուտակված մի բան է, աշխատանքի վայրում հնարավոր է վեճ, հնարավոր է նաև ձեր աշխատանքի վայրի այդպես մաքրեք, ուղեք, կարգի բերեք, հնարավոր է նաև վեճ տնօրինության հետ, վեճ աշխատակիցների հետ, այնպես որ այստեղ պետք է զգուշ լինեք, ամենայն դեպս կին էլ ընկել է, միգուցե աշխատակցին է ցույց տալիս կամ տնօրենին այս դեպքում։ Գումարի հետ կապված կամ կշփվեք այդպես գումարային թեմաներով ձեր ընկերոջ հետ, միգուցե իրար հետ գործ եք ուզում սկսել եւ ամեն մեկը ներդրում եք կատարում, կամ մեկը մյուսին այդպես գումարով աջակցում է եւ օգնում։ Եվ առողջության հետ կապված ուշադրություն դարձրեք ձեր հորմոններին եւ տղամարդիկ եւ կանայք եւ սեռական ուղիներին, որովհետեւ վարակը հնարավոր է, երբ որ ինքը այսպեսի քարտ են գնում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնայենք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին ապրիլի 27-ից մայիսի 3-ը։ Ընդհանուր ֆոնը ուսումն է, շատ կսովորեք, նաև կամ կմտածեք սովորելու մասին, ոչ է գաղտնիք կբացահայտվի եւ ոմանք կփոխեն իրենց կյանքի էջը, կփոխեն եւ կսկսեն նորովի ուրիշ կերպ ապրել։ Տեսնենք ինչ է սպասվում։ Եթե տղամարդ եք, ապա կարող եք նաև ծանոթանալ որևիցե աղջկա հետ, նոր ծանոթություն լինի, դեր աղջկա հետ կարող կապված ինչ-որ մի հարցեր կան,
Նաև ոչ է կինը փորձում է քիթը մտցնել ձեր հարաբերությունների մեջ եւ փորձել ասել թե ինչպես, հա, ում հետ ինչպես վարվեք, ինչ պատասխանեք։ Դե երրորդ անձից եւս պետք է այստեղ ուշադիր լինել, որպեսզի չհայտնվի երրորդ մեկը։ Աշխատանքի հետ կապված այստեղ հնարավորություն կունենաք ավելի կհեշտանա աշխատանքի ընդունվել է գնալ հարցազրույցի, ինչ որ մի բան է, որ ձեզ մոտ ավելի հեշտ է տրվելու, միգուցե թե բիզնես է, եթե աշխատանք եք փնտրում, ապա կարող գնալ եւ շատ հեշտությամբ ձեզ կանչեն հարցազրույցի, շատ հեշտությամբ ընդունեն, բիզնեսը հեշտությամբ առաջ գնա, ինչ որ մի բան, եթե ստեղծում եք, ապա ոնց որ ավելի շատ առաջ կգնա։ Գումարի հետ կապված եւս հաջողություն ունեք, հնարավոր է մեծ գումար եք ստանում, շատ գումար եք ստանալու, հնարավորություն կունենաք գումար վաստակելու, հա, շատ գումարի, այդպես հնարավորություն, գուցե երկրորդ եկամտի աղբյուրի հնարավորություն կունենաք, նոր դռներ են բացվում եւ կարող է ինչ-որ բաներ է, այդպես պարտքի եւ այլն մանր-մունր այդ հարցերը լուծեք, ավարտեք, վերջանա գնա, փակեք այդ դուռը։ Իսկ առողջության հետ կապված այստեղ պետք է շատ ուշադրություն դարձնեք, գուցե ինչ-որ մանրուքներ են, բա այնտեղ չեք դնում առողջության հետ կապված, բայց պետք է հետևել դա, հա, ինքը մանրուք է սպահին, բայց պետք է անպայման իրեն կարգի բերել, հա, ուշադրություն դարձրեք եւ գնացեք բժշկի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնայինք եկվորյակների։ Ինչ է սպասվում եկվորյակներին ապրիլի 27-ից մինչև մայիսի 3-ը։ Ընդհանուր ֆոնը կամ վեճ է կամ վիրահատություն կամ կտրուկ ոչ քայլ կարող եք անել ինչ-որ հարցին լուծում տալու համար։ Տեսնենք ինչ է սպասվում։ Անձնական հարաբերություններում ոչ է հնարավորություն կունենաք կհեշտանա, եթե վիճել եք հաշտվեք, եթե ուզում եք ծանոթանալ դիմացինի հետ ծանոթանաք, ընտանիքում ոչ է մի բան ավելի հեշտ կտրվի ձեզ, իրար հետ ինչ-որ մի բան ավելի հեշտությամբ կհասկանաք իրար, եթե ինչ-որ հարցեր կային, որ չեք կարողանում լեզու գտնել, ապա ոնց որ այս շաբաթ ավելի հեշտ լեզու կգտնեք միմյանց հետ։ Նոր ծանոթությունը եւս բավականին կհեշտանա, այնպես որ եթե մոտենան ձեզ խոսեն ձեզ հետ, ապա կկարողանաք ավելի թույլ տալ, որպեսզի այն ծանոթանան ձեզ հետ։ Աշխատանքը կայուն է, նորմալ է այստեղ, նաեւ կկայունանա, եթե խնդիրներ կային աշխատանքում, բիզնեսում, ապա այն ամբողջությամբ կկայունանա, կնորմալանա։ Եթե խնդիր կար աշխատակիցների միջև, խնդիր կար տնօրենի միջև, հա, ձեր եւ տնօրենի, ապա այդ ամենը եւս կկարգավորվի։ Ամրանում եք, հա, ամուր հիմք եք գցում այնտեղ, հա, ձեր աշխատանքի վայրում։ Գումարի հետ կապված բավականին շատ կշփվեք իրար հետ, ինչ որ հարցերի շուրջ, միգուցե պարտքերի հետ կապված լինի դա, մի խոսքով ինչ որ բաներ կան, որոնք որ պետք է վերլուծեք, նաև քննարկեք, անհանգստանում եք նաև գումարի հետ կապված հարցերում։ Այստեղ նաև կարող լեզվակռիվ է, պարտքատիրոջ հետ է կապված այդ լեզվակռիվը, կամ դուք եք պարտք կամ իրենք են պարտք։ Առողջության հետ կապված սա վերաբերվում է հղիությանը, կարող եք հղի լինել, այս շաբաթ իմանաք, ծննդաբերություն, երեխաների մոտ կարող է խնդիր լինել, ովքեր ամուսնացած են, ովքեր չէ, ապա կարող է դա լինել մանկական որևիցե կամ տրավմա, կամ նաև ինչ որ հիվանդություն, որը երեխաների մոտ է ավելի շատ լինում, ինչ որ կարող ալերգիկ, ինչ որ մի բան, կամ կարմրախտ եւ այլն, այնպիսի մի բան, մի խոսքով, որը երեխաների մոտ է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնայինք խեցգետինների։ Ինչ է սպասվում խեցգետիններին ապրիլի 27-ից մայիսի 3-ը։ Ընդհանուր ֆոնը սա
կամ դուք եք լինելու խորամանկ կամ խորամանկ մարդիկ կան ձեր շրջապատում, պետք է ուղղակի զգուշանաք այս շաբաթ իրենցից։ Տեսնենք ինչ է սպասվում։ Աղջիկների համար անձնական հարաբերություններում նոր ծանոթություն է, տղաների համար նույնպես կապ չունի, գուցե դուք եք, գուցե խորամանկորեն փորձում են ձեզ հետ ծանոթանալ կամ դե պետք է արդեն շատ լինեք, որպեսզի չխաբեն։ Ինձ թվում է մոտենալու, խոսալու ձևից արդեն ամեն ինչ բարձ երևում է, լուրջ է տրամադրված ձեր հանդեպ, թե ոչ։ Հնարավոր ձեր տղան է գալիս բանակից, ձեր ամուսինն է գալիս, դուք եք գնում իր մոտ, ինչ որ կապ կա ձեր եւ կամ ձեր եղբայրն է, հանձնական կյանքն է, սա ձեր ընտանեկան կյանքն է։ Նաև նոր ծանոթություն չի բացառվում, իհարկե շատերի համար նոր ծանոթություն։ Իսկ ովքեր որ ամուսնացած են, ապա այդ հարաբերությունները մի փոքր ավելի կարող են զարգանալ, առաջ գնալ, ավելի նստեք իրար հետ, խոսեք, ավելի շատ լինի շփումը միմյանց հետ։ Աշխատանքի վայրում եւս ոչ աղջիկ է, որը պետք իրար հետ կապ կունենաք, միգուցե պետք է սովորեցնեք իրեն, ավելի շատ շփվեք իր հետ աշխատանքի բերումով, միգուցե դուք եւ ձեր ընկերուհին ինչ որ գործեր եք ուզում անել, բիզնես եք ուզում հիմնել, եւ այդպես ավելի շատ շփում կլինի իր հետ։ Կամ նոր աղջիկ է գալիս ձեր աշխատանքի վայր, տնօրենն է փոխվում, միգուցե տղայր աղջիկ է գալիս։ Մի խոսքով նոր ինչ կողո բիզնես է կամ դուք ունեք բիզնես աշխատող եք ընդունում եւ նոր աշխատող եք ընդունել այդ օրը, հա։ Ինչ որ մի աղջիկ, այդ օրը չէ, շաբաթվա ընթացքում Ում պետք է սովորեցնեք, ինչ որ մեկին է, այստեղ պետք է ուշադիր լինեք, որպեսզի տակը չփորի ձեր։ Գումարի հետ կապված սահմաններ ծախսեր են, որոնք կարող եք անել, եւս պետք է ուշադրություն դարձնել ձեր գումարներին, կարող է շատ արագ գնումներ եք կատարում եւ չեք վերցնում մանրադրամը կամ խափում են ձեզ մանրադրամի մեջ, եւս ամեն ինչ պետք է լավ ուսումնասիրել, որտեղ մարդ որ մի քիչ է տա գնում առևտուրանում, այսինքն տարբեր բաներ է գնում։ Շատ դեպքերում ուշադրությունը շեղվում է կամ խոսացնում են այդ պահին եւ չեն տալիս վճարը, հետ վճարը։ Սա նաեւ մանր-մունր ծախսեր, մանր-մունր խնդիրներ են, մանր-մունր գումարներ են, որոնք որ կգան այս շաբաթ, ինչ որ մի բաներից տեղերից։ Առողջության վերաբերյալ ուշադրություն դարձրեք ձեր աղիներին, ենթաստամոքսին, գեղձերին, 12 մատնյա աղիքին, մի խոսքով ինչ աղիք որ կա, նաև արյան շրջանառությանը նույնպես։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնայինք առույցների։ Ինչ է սպասվում առույցներին ապրիլի 27-ից մայիսի 3-ը։ Ընդհանուր ֆոնը նամակագրական կապ է, փաստաթուղթ է, փաստաթղթեր դասավորել, ուղարկել, գրել, ցուցակ կազմել, որոշում կայացնել, որտեղ որ գրանցեք ձեր որոշումը կամ ինչ որ պայմանագիր եք կնքում որևէ մարդկանց հետ։ Տեսնենք ինչ է սպասվում։ Այստեղ բարդ է, բարդ շաբաթ է ձեզ համար, խոսակցություն շփում կունենաք շատ ընտանիքում, ձեր զույգի հետ, միգուցե ինչ-որ բանի հետ է կապված, անհանգստանում եք այդ թեմայով եւ այստեղ խոսում եք, շփվում եք իրար հետ, նաեւ բամբասանք կարող է լինել ձեր անձնական հարաբերությունների վերաբերյալ, ձեր ընտանիքի հետ կապված։ Այստեղ ուշադրություն պետք է դարձնել գումարին, գումարը կորուստ է, գումարի հետ կապված մանր խնդիրներ են, աշխատանքի հետ կապված մանր խնդիրներ են, այստեղ ուզում եք գումար վաստակեք, բախվում եք անընդհատ խնդրի, ուզում եք գտնել երկրորդ եկամտի աղբյուր եւս բախվում եք անընդհատ խնդրի եւ աշխատանքի հետ կապված եւս պետք է այնտեղ շատ ուշադիր լինել, որպեսզի չկորցնել աշխատանքը, ճիշտ պահպանել, ճիշտ իրար հետ շփվել, որպեսզի աշխատանքը բաց չթողնեք, մի խոսքով։ Նաև դե նույնն էլ ֆինանսների, եթե աշխատանքը այստեղ կորցնեք, բնականաբար ֆինանսների հետ կապված եւս բախումներ կունենաք, խնդիրներ կունենաք։ Շաբաթը իրոք շատ բարդ է ձեզ համար, այնպես որ պետք է մի կերպ ոնց ասում են յոլա տանեք այս շաբաթը գնաք առաջ։ Նայեք ձեր ասցենդենտի եւ լուսնային նշանը նույնպես։ Եվ ոմանք կարող են վիրահատություն անել, ոմանք կարող են այս շաբաթ որոշել ինչ որ
պլաստիկ վիրահատություն անել կամ ինչ-որ սրսկումներ անել։ Եվ սա, երբ որ անհանգստությունը կա, դա ևս ազդում է առողջության վրա։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք կույսերի։ Ինչ է սպասվում կույսերին ապրիլի 27-ից մայիսի 3-ը։ Բավականին հաջողակ շաբաթ է, հաջողություններ կունենաք յուրաքանչյուր հարցում, տեսնենք մնացած ոլորտները ևս կասեմ, ամենայն դեպս թեկուզ մեկ հաջողություն, ամենայն դեպս շաբաթվա ընթացքում կունենաք։ Ինչ է սպասվում։ Տանը հարաբերություններին լուրջ չեք վերաբերվում, ինչ-որ մի բան խաղ եք վերածել և կարող է նաև նոր ինչ-որ անձնավորությունով, որ ուզում եք ձեզ հետ ծանոթանալ, ևս լուրջ չի վերաբերվում այդ հարաբերություններին։ Մի մեկ ակնթարթ ինչ-որ մի բան տեղի կունենա կամ ընտանիքի անդամների հետ կամ ձեզ մոտ, ինչ-որ մի բան է, որը տեղի ունենում։ Ընտանիքով կարող եք գնալ, զբաղվել, ինչ-որ խաղերով զբաղվել, խաղաք, գնաք խաղասրահ, ինչ-որ հետաքրքրություն առաջացնի ինչ-որ ձեր ոնց որ շաբաթ կիրակին գնաք զբաղվեք խաղերով, եթե ունեք ընտանիք, եթե ունեք երեխաներ։ Միգուցե դուք, ձեր քրոջ քուրը, եղբորը, իրենց երեխաները, եթե դուք չունեք երեխաներ։ Կամ ուղղակի ընկերներով կամ հարազատներով, եղբայր, քույր գնաք զբաղվեք ինչ-որ խաղերով։ Աշխատանքի հետ կապված առաջ խաղացում ունեք, սա նաև պաշտոն կարող է տան ձեզ, ավելի նոր կյանքի իմաստ է սա, նոր աշխատանք կարող եք գտնել, նոր բիզնես, որը ձեզ համար նոր ինչ-որ բան է տալու, և իմաստուն եղեք աշխատանքի վայրի հետ կապված, աշխատանքը պահելու հետ կապված, բիզնեսը բացելու, նույնն էլ բիզնեսը պահելու հետ կապված։ Ֆինանսներում վեճ կարող է լինել, գումարի հետ կապված, կամ դուք եք ուզելու ձեր պարտքերը կամ դիմացինը, կամ իրոք աշխատավարձը դեռևս չեն տալիս դրա համար է։ Կամ մաքրում եք այն ավելորդ ծախսերը հանում եք ձեր կյանքից, որը որ իրոք ավելորդ էր ձեզ համար և ցուցակ եք կազմում, որ վերջը սրանք արդեն ինձ պետք չեն։ Առողջության հետ կապված պետք է ուշադրություն դարձնեք սրտին, ամենակարևորը։ Սիրտն է շատ կարևոր օրգանը լինելու այս շաբաթ, շատ ուշադիր պետք է լինեք, չնյարդայնանաք, դե ոմանք կարող են նաև սիրահարվել և դրանից լինի սրտի հետ կապված խնդիրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք կշարքներին։ Ինչ է սպասվում կշարքներին ապրիլի 27-ից մայիսի 3-ը։ Ընդհանուր ֆոնը սա կամ ամեն մեկը գնում է իր ճանապարհով, կամ նաև ընտրության առջև եք կանգնած, ոմանք լուրջ, ոմանք ուղղակի ինչ-որ մի բան անելու, դուրս գալու, ընդունելու, գնալու ժամադրության եւ այլն, յուրաքանչյուր բան այդտեղ կարող է լինել։ Տեսնենք անձնական կյանքը։ Նայեք, այստեղ շատ հարցեր կան, որ իրոք խնդիրներ են։ Ընտանիքում խնդիրներ կան եւ այդ միգուցե խնդիրների հետ է կապված ձեր ընտրությունը, թե ինչ եք ուզում ընդհանրապես անել։ Կամ միմյանց հետ է խնդիր, խոչընդոտ, կամ ընդհանուր ընտանիքում կա խոչընդոտ խնդիր, թե ամուսնացած եք, ամուսնացած չեք, դա բացարձակ այստեղ կապ չունի։ Ուրեմն ձեր ծնողների մոտ է խնդիր, որը նաեւ ազդում է ձեզ վրա, հա, ընդհանուր ընտանիքին է։ Եթե ամուսնացած եք, ձեր առանձին տունը։ Եվ դրա համար ընտրության առջև եք կանգնած, ինչ անեք, ինչպես անեք, նաև նույնը հարաբերությունները կարող արդեն փակուղի են մտել եւ դա եք մտածում, ինչպես այդ հարցին լուծում տալ։ Աշխատանքի հետ եւս ուշադիր եղեք, հնարավոր է կորուստ, հնարավոր է խնդիրներ մանր-մունր, նաև ընտրությունը կարող է դա է։ Իրոք զգում եք, որ այնտեղ խնդիրներ կան եւ ուզում եք օրինակ դուրս գալ աշխատանքից, մտածում եք, անեք թե ոչ։ Կարողանաք եւս աշխատանք գտնել, թե ոչ, եթե դուք այս պահին դուրս գաք։ Բայց կորուստը նաեւ եւս չի բացառվում, հա։ Այնպես որ շատ ուշադիր եղեք եւ պետք է վերանայեք նաեւ ձեր պահվածքը, խոսել այնտեղ, միգուցե բարկանաք, էմոցիաների ազդեցության տակ եւ դուրս գաք։ Գումարի հետ կապված գումարը կծախսեք բայց առիթի վրա, հասարակական կյանքի, ուրախության, զվարճանքի, նաեւ հասարակությունից կարող եք
գումար ստանալ, այսինքն վաճառք ունենալ, այնտեղից գումարը գա ձեզ։ Դա նաև եթե հարսանիք է, եթե առիթ է, ապա այնտեղից կարող է գալ գումարը։ Գուցե գումար են ձեզ տալիս, ծնունդ է եւ այլն, եւ գումար են բերում տալիս ձեզ։ Առողջության հետ կապված բացարձակապես ոչ մի տեսակի խնդիր չունենք, եթե խնդիր էլ կար, ապա այս շաբաթ ամենայն դեպս շատ լավ կլինեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք կարիքների։ Ինչ է սպասվում կարիքներին ապրիլի 27-ից մայիսի 3-ը։ Ընդհանուր ֆոնը գումարն է, գումար կամ կստանաք, կամ կծախսեք, կամ գումարի մասին կմտածեք, կխոսեք, կքննարկեք։ Տեսնենք ինչ է սպասվում։ Անձնական կյանքում սա նոր հասուն հարաբերություններ են, կամ հարաբերություններ անցնում են արդեն մեկ այլ փուլ, կամ ցույց է տալիս այն մարդկանց, ովքեր որ իրանք հասուն են եւ իրանք հարաբերությունները եւս։ Այսինքն տարիներ են անցել ձեր հարաբերություններից, ոչ թե նոր թռուցիկ այդ նոր հարաբերություններն են։ Սա նոր կյանքի իմաստ է, նաև միգուցե նոր մարդ է մտնում ձեր կյանք, միգուցե պաշտոնավոր անձնավորություն է, միգուցե ձեզ այն տարիքով մեծ անձնավորություն է եւ իր մուտքը ձեր կյանք, այդպես նաև ձեզ համար նոր հնարավորություն է, նոր կյանք է, նոր իմաստ է տալիս ձեզ։ Աշխատանքի հետ կապված գործուղման կարող եք գնալ կամ գտնել այնպիսի աշխատանք, որը անընդհատ շարժման մեջ եք լինելու, ճանապարհներին եք լինելու, միգուցե տաքսի է, միգուցե մեկ այլ գործ է, միգուցե անդադ այնպես է, որ ապրանք եք ուղարկելու, ապրանք եք ստանալու, հա, նմանատիպ ոչ է գործեր կարող եք անել, ոմանք կգնան գործուղման։ Եվ կարող է լինել նաև աշխատանքի վայրը փոխում եք եւ հիմա արդեն ճանապարհը լիովին փոխվում է։ Նաև գումարի հետ կապված, այստեղ գումարը կամ կծախսեք ձեր գեղեցկության վրա, ձեր առողջության վրա, կամ ծնողների հետ կապված կարող է։ Դուք տակ ծնողներին գումար կամ ծնողները գումար տան ձեզ։ Եթե զգում եք, որ գումարը այդպես ձեր եկամուտները շատ դանդաղ են աճում, ապա պետք է հասկանաք, որ դա բնական է եւ կախված է թե ինչ աշխատանք եք անում եւ չի կարող ամիջապես արագ զարգանալ այս շաբաթ։ Այդպես կարող է մեկ գալ, մեկ չգալ գումարը։ Բայց ինքը հաստատվում է, այսինքն եթե ինչ-որ մի աշխատանքով եք զբաղվում, եթե ինչ-որ մի հատ բիզնես եք ուզում բացել, գումարը եկամուտը հիմա քիչ է, ապա պետք է հասկանաք, որ դեռ այդ աշխատանքը, դեռ այդ բիզնեսը ինքը ուղղակի ամրանում է եւ հետո նոր կզգաք եկամուտի այդ պտուղները ձեր աշխատանքի։ Եվ առողջության հետ կապված այստեղ հստակ ինչ-որ մարդիկ կարող են գնալ հիվանդանոց, պարկել հիվանդանոց, ինչ-որ պրոցեդուրաներ անել հիվանդանոցում, գործողություններ անել, այցելել ոչ դեղատոմս գնելու, վերցնելու համար, կամ հենց իրոք դեղադուն է գնում եք, դեղեր եք գնում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին ապրիլի 27-ից մայիսի 3-ը։ Ընդհանուր ֆոնը ոմանք այդպես կտրուկ ոչ որոշում կկայացնեն, ոմանք վիրահատության կգնան, ոմանք վեճերի մեջ կլինեն այս շաբաթ, ինչ որ հարցի հետ դա կարող է կապված լինել, կտրուկ կփոխեք ձեր կյանքը, կտրուկ ինչ որ կարևոր որոշումներ կկայացնեք, շատ անսպասելի։ Տեսնենք ինչ է սպասվում, միգուցե ոլորտը ցույց տա նաև, որ ոլորտն է։ Ոլորտը ցույց չի տալիս, ուրեմն փոփոխություն է սա, կտրուկ ոչ է փոփոխություն է, որը կանեք։ Ոմանք ընտանիք կկազմեն, ոմանք կխոսեն նոր տուն գնելու մասին, տունը վաճառելու մասին, տեղափոխության մասին, գուցե ընտանիքով տեղափոխվում եք մեկ այլ տեղ այս շաբաթ, ձեզ մոտ տունը անընդհատ ընկնում է, չգիտեմ, ովքեր կան աղեղնավորներից, ովքեր տան հետ կապված խնդիրներ ունեն, բայց այս շաբաթ հաստատ ոնց որ խնդիրը կամ ավելանում է, կամ հստակ տունն է, պետք է տեղափոխվեք, պետք է ինչ-որ մի բան անեք, վերանորոգում սկսեք, վաղուց անդադ քննարկում եք տան հետ կապված հարցերը։ Եվ հիմա արդեն այն պետք է ի վերջո լուծեք։
Դա նաև ոմանք կարող են վերադառնալ ընտանիք, ոմանք եթե դուրսն էին ապրում, ապա կարող են վերադառնալ տուն, հայրենիք, կամ ուղղակի այս մեկ շաբաթը գնան հայրենիք, այնտեղ մնան։ Աշխատանքի հետ կապված հնարավոր պայմանագիր կնքեք կամ նամակագրական ինչ-որ նամակ ստանաք, տեղեկատվություն ստանաք, ինչ-որ լուր կամ որպեսզի գնաք օրինակ հարցազրույցի կամ ի վերջո ռեզյումեները տվել եք կամ տանում եք բաժանում եք, այստեղ եւս դա էլ է ցույց տալիս, տանում եք բաժանում եք ռեզյումեները եւ հետո արդեն սպասում եք պատասխանին, որ գա եւ հիմա կարող ինչ-որ մի նորություն է գալու ձեզ։ Ոմանք պայմանագիր կկնքեն, միգուցե բիզնես ունեք, միգուցե հենց աշխատանքային պայմանագիր է, միգուցե երկարացնում եք աշխատանքային պայմանագիրը։ Եվ եթե բիզնես եք ուզում բացել, ցուցակ կկազմեք, թե ինչը կանեք, ինչպես կանեք, որը ինչքան կկարողանաք ընդհանրապես վաճառել։ Եվ գումարի հետ կապված սա գումար կստանաք, այնպեսի գումար է, որը ամեն ամիս ստանում եք, միգուցե պետությունից է, կարող ինչ-որ մի տեղից է, ամեն ամիս ստանում եք, այս ամիս այս շաբաթ եւս այդ գումարը կստանաք, միգուցե տան հետ կապված է, միգուցե անձնական է, միգուցե դուք եք ուղարկում ամեն ամիս այս ժամանակահատվածներում, անդադ ուղարկում եք, կամ այնպեսի աշխատանք եք անում, որ ինքը մշտական է եւ մշտական այս ժամանակահատվածում այդպես անդադ գումարներ եք ստանում եւս կստանաք։ Եթե տանը նման գործ էիք անում, ոնց որ պատվեր կար մի բանից շատ, ապա դրանից գումար կստանաք։ Եւ իհարկե առողջության հետ կապված կարող եք գնալ ոչ միտեղ, որպեսի բուժվեք, որպեսի ոնց որ գնաք մեկ այլ քաղաք, մեկ այլ տեղ, որպեսի բուժվեք, որպեսի մի հատ հետազոտվեք, դա նաև պետք է ուղղակի ուշադիր լինել ճանապարհներին մեքենա վարելիս։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնայինք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին ապրիլի 27-ից մայիսի 3-ը։ Ընդհանուր ֆոնը գումարն է, կամ խոսակցություն գումարի մասին, կամ նաև գումար կստանաք, գումար կծախսեք, միգուցե մեծ գումար է գալիս։ Էմոցիաները թռան, թող ծախսեր անել, ընդհանուր ամբողջ շաբաթվա ընթացքում կարևոր ծախսեր։ Տեսնենք ինչ է սպասվում։ Ուրեմն անձնական հարաբերություններում այստեղ հաջողություն կամ ընտանիքում ոչ հաջողություն կունենաք, նոր դռներ կբացվի, նոր հնարավորություններ, նոր ծանոթություն, որը մեկի հետ, հակառակ սեռի ներկայացուցչի հետ հարաբերությունները կլավացնեք, հարաբերությունները կկարգավորվի, եթե որևէ խնդիրներ կային, տանը նաև եւս, եթե խնդիրներ կային, ապա այդ խնդիրները վերանում են։ Աշխատանքի հետ կապված բավականին այդպես հաճույքով կանեք ձեր աշխատանքը, հավեսով կանեք ձեր աշխատանքը։ Գուցե ձեր սիրելի աշխատանքին անցնեք, գտնեք ձեր սիրելի աշխատանքը, նաև դա կարող է լինել, ավելի շատ սիրով կլինեն աշխատակիցները ձեր հանդեպ, մեկը մյուսի հանդեպ ավելի հետաքրքիր եւ հավեսով կլինեք։ Գումարի հետ կապված ոչ գաղտնիք կարող է բացահայտվել, ինչ-որ բանի հետ է կապված դա, միգուցե նաև սովորում եք, օրինակ, թե ինչպես ճիշտ տնօրինել գումարները կամ ինչ-որ նմանատիպ ոչ է, բահեր կարող են լինել, հիմա բազմաթիվ նման թեմաներ կան, որը կարող եք սովորել, եւ իհարկե դա փոխում եք ձեր ֆինանսական վիճակը, այսինքն փոխում եք ձևը, ծախսելու ձևը, աշխատելու ձևը, ոնց որ արժեքներն եք բարձրացնում, այդպիսով նաև եւս փոխվում է ձեզ մոտ ամեն ինչ, թե ինչպես է ֆինանսները մտնում ձեր տուն, ինչքան եք դուք գումարներ վաստակում ընդհանրապես։ Առողջության հետ կապված ժամանակն է հետևել, ժամանակն է խնամել ձեզ, ժամանակն է այցելել բժշկի, ժամանակ հատկացրեք նաև ձեզ, գնացեք, վազեք, քայլեք, մի խոսքով ժամանակ հատկացրեք առողջությանը, մի մոռացեք առողջության մասին։ Այսքանը ձեզ համար,
Ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք ջրհոսներին։ Ինչ է սպասվում ջրհոսներին ապրիլի 27-ից մինչև մայիսի 3-ը։ Ընդհանուր ֆոնը էմոցիաներն են, բավական էմոցիոնալ կլինեք այս շաբաթ, ոմանք ռոմանտիկ տրամադրություն կունենան, ռոմանտիկ պահեր կունենան, ինչ-որ բաներ ձեզ մոտ գաղտնի կմնա, ինչ-որ բաներ չեք հասկանա շաբաթվա մեջ, մութ է չեք զգում, չեք հասկանում ինչ է կատարվում, ինչ է լինում։ Տեսնենք անձնական կյանքը։ Անձնական կյանքում այստեղ ոմանց ամուսնության առաջարկ կանեն, դուք կանեք ամուսնության առաջարկ, կարող գնալ հարսանիք, դες հրավիրեն հարսանիքի այս շաբաթ, կամ ձեր հարսանիքը լինի այս շաբաթ, պատրաստվում եք իրեն դամար, էմոցիոնալ եք բավականին շատ, նաև կարող է լինել էմոցիոնալ նաև զգացմունքներ, որ նոր է առաջանում, հնարավոր է նաև տանը շատ կարևոր իրադարձություն է, որը նշելու եք այս շաբաթվա ընթացքում, միգուցե ընտանիքի տանտեղամարդն է վերադառնում, ընտանիքն է վերամիավորվում, եթե բաժանված եք կարող եք միանալ, սա նաև կարող է ոմանք գնում են զաքսավորվելու այս շաբաթ, ամրանում է կապը ձեր միջև։ Աշխատանքի հետ կապված ավելի ուժեղ կլինեք, նաև ավելի շատ կհանդիպեք պետական աշխատողների հետ, միգուցե նաև ձեզ այնպիսի մի դիրք են տալիս, որ ձեզ ավելի լավ եք զգում, ավելի ուժեղ եք զգում, ավելի դե մի տեսակ ոնց որ ուժ է գալիս ձեզ վրա, ըստ այն աշխատանքի, որը որ դուք կանեք այս շաբաթ։ Մի տեսակ ավելի դուխով, ավելի այդպես, նաև սա ձեր տնօրենը կարող է լինել, ում հետ այս շաբաթ անընդհատ առնչվեք, շփվեք, դա կարող է լինել պատվիրատու, որը եւս կարող է հեղինակավոր անձնավորություն է եւ իր հետ ավելի շատ է, այդպես ասեք, խոսեք։ Եթե բիզնես ունեք, սա եւս հզորացում է ցույց տալիս ձեր բիզնեսին, առաջխաղացում է ցույց տալիս ձեր բիզնեսին, ոնց որ ավելի այդպես ուժ է տալիս ձեզ, միգուցե գովազդ եք անում, միգուցե մարդիկ են ավելի շատ իմանում եւս դրա փոխվում է ինչ որ մի ձև, ձեր գործունեությունը, ձեր բիզնեսի անունը։ Գումար կստանաք բավականին շատ, նաև հաջողություն ունեք, դռներ են բացվում, նոր եկամտի աղբյուր, եթե փնտրում եք, կարողանաք գտնել ավելի հեշտ, ավելի հանգիստ, ավելի թեթև, այդպես։ Ոմանք կարող են ինչ-որ պարտքեր եք տալիս, ինչ-որ բան եք անում, ծախսեր եք անում եւ փակում եք այդ դուռը, վերջ, ոնց որ այդ դրա վրա այլևս գումար չեք ծախսելու, վերջացավ, թեման առաջիկում փակ է արդեն։ Եվ առողջության հետ կապված բացարձակապես ոչ մի խնդիր չկա, ոչ մի, դուք տիրություն եք անում ձեզ, հետևում եք ձեզ եւ բացարձակապես ոչ մի խնդիր գոյություն չունի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք ձկների։ Ինչ է սպասվում ձկներին ապրիլի 27-ից մայիսի 3-ը։ Կայունություն, ամրություն, կախված է թե որ ոլորտում է ձեզ մոտ ինչ-որ խնդիրներ, ապա հիմա ավելի ամուր կլինի դա, ավելի կայուն, կկարգավորվի յուրաքանչյուր բան եւ կկենտրոնանաք արդեն մեկ այլ հարցերի վրա, որոնք որ ձեզ անհանգստացնում են։ Ներքևի քարտը տեսա, սպասեք նորից։ Անձնական կյանքը Անձնական կյանքում ինչ-որ ուղի կընտրեք, միգուցե ընտանիքով, միգուցե հարաբերությունների մեջ, միգուցե դուք ինքներդ եւ դիմացինի հանդեպ ինչ-որ մի բան կարող եք ընտրել, որոշել, վերջնական որոշում կայացնել, նաեւ դե կարող եք նաեւ ուղի ընտրել, ասենք տեղափոխվել, ինչ-որ մի բան անել, կամ վերջ տալ ինչ-որ մի թեմայի, ինչ-որ մի խոսակցության ավելի ուրիշ ձև նայել արդեն այդ մնացած հարցերին, միգուցե իրար հետ եք որոշում այդ ուղին վերջ, այսպես ենք անելու։ Աշխատանքի հետ կապված շատ աշխատանք է, սիրով աշխատանք, սիրով կվերաբերվեք դուք աշխատակիցներին, մեկը մյուսին, սիրով կանեք ձեր աշխատանքը, միգուցե գտնեք ձեր սիրած աշխատանքը եւ զբաղվեք դրանով,
այդ գործերը, որով որ ուզում եք, որով որ ձեզ համար հավես է անել, եւ դա ավելի նաեւ սիրված կլինեք ձեր տնօրինության կողմից։ Այ ֆինանսների այստեղ խոչընդոտներ կան, խնդիրներ կան, միգուցե գումարը ստանալու, գումարը փոխանցելու դժվարություններ կարող կան գումարը վաստակելու միջև, ինչ-որ եկամտի աղբյուր եք ման գալիս եւ դժվարանում եք գտնել այդ եկամտի աղբյուրը այս շաբաթվա ընթացքում։ Կամ աշխատավարձը ուշացնում են եւ դրա համար եք, այսպես ինչ-որ խնդիրներ կան։ Իսկ առողջության հետ կապված ոմանք հստակ կգնան հիվանդանոց, կգնան վաճառաբժշկական կենտրոն, միգուցե դեղատոմս գրելու, միգուցե ստուգվելու, պարկելու, սիստեմա ընդունելու, միգուցե ձեզ համար, միգուցե մեկ այլ մարդու համար, բայց հստակ այստեղ կգնաք որևէ բժշկական կենտրոն, միգուցե կոսմետոլոգի մոտ եք գնում, այդպես ցույց է տալիս, բայց ավելի շատ այստեղ սա հիվանդանոցը ցույց կտա, որ զբաղվում եք ձեր առողջությամբ, գնում եք եւ հետաքրքրվում եք ձեր առողջությամբ, միգուցե արուն եք տալիս, միգուցե ինչ որ մի բան է այստեղ շատ կարեւոր։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։